Պարոն Բաբայան, նախ առաջին դատական նիստն է, արդյոք նաև խափանման միջոցի հարցն է քննարկելու, ինչ կասեք գործընթացից։ Այո, հիմնականում հենց խափանման միջոցի հարցն են քննարկելու, ընդհանրապես գիտենք, որ այդ առաջին, նախնական դատալսումների առաջին նիստը հենց խափանման միջոցին է հիմնականում նվիրված լինում։ Գտնում եմ, որ խափանման միջոցի երկարացման հիմքերը բացակայում են, այսինքն տնային կալանքը երկարացնելու հիմքերը գոյություն չունեն, հետևաբար հույս ունեմ, որ եւ Խաչիկը Գալստյան եւ Արամը Քոչարյանն այսօր տնային կալանքից կազատվեն։ Իսկ ընդհանուր գործընթացի վերաբերյալ, քանի որ ենթադրել ընտրակաշառքի վերաբերյալ է, այս առումով որևէ ասելիք ունեք, պարոն Բաբայան, թե նույն Պնդում ենք մեր ասածը, որ եւ Խաչիկը Գալստյան եւ Արամը Քոչարյան ընտրակաշառքի կամ ընտրական որևէ հանցագործության հետ երբևէ առնչություն չեն ունեցել եւ չունեն, հետեւաբար եւ այս ամբողջը ունի բացառապես քաղաքական նպատակներ եւ քաղաքական հետապնդման զոհերի հետ գործ ունեն։ Մնացած արդեն դատական նիստից հետո հասկանում ենք։